Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 13-րդ գլուխ։ Ապիագը բادرազմի Հերոփովամի հետ։ Հերոփովամ թագավորին 18-րդ տարին Ապիա Հութայի վրա թագավոր եղավ։ Ան Երուսաղեմի մեջ 3 տարի թագավորեց։ Իր մայրը Քափահացի Ուրիելի աղջիկն էր, Միքայա անունով։ Ապիայի ու Հերոփովամի միջև բادرազմ կար։ Ապիա զորավոր բادرազնիկներու զորակունթովը 400,000 ընդիր մարդոցմով բادرազմի շարվեցավ։ Հերոփովամը անոր թիմած բادرազմի շարեց 800,000 ընդիր մարդիկ, զորավոր գդրիչներ։ Ապիա Եփրեմի լեռնագոմը Սեմարիմ լեռան վրա կանգնեցավ ու ասավ. Ով Հերոփովամ եւ ամբողջ Իսրայել, ինձի մտի գրեք։ Միթե չեք գիտեր թե դերը Իսրայելի Աստվածը Իսրայելի վրա թագավորելը Հավիդյան Դավիթին տված է անոր եւ իր որդիներուն աղի ուխտով։ Բայց Դավիթի որդիին Սողոմոնի ծառան Նապադյան Հերոփովամ կանգնեցավ ու իր դիրոջ դեմն փոստացավ։ Անորքով թադարգաբորդ եւ անորեն մարդիկ հավաքվեցան ու Սողոմոնի որդիին Ռոփովամի ընտիմացան, քանի որ Ռոփովամ թերահասակ եւ փապկասիր դլալով անոնց չթիմատրեց։ Հիմա դուք կմտածեք Դավիթի որդիներուն ցերկ եղող դիրոջ թագավորության թիմատրել, որովհետև մեծ բազմություն եք ու Հերոփովամի ցեզի շինած աստվածները ոսկիե հորթերը ցեզի հետ են։ Միթե դուք դիրոջ քահանաները, Հարունի որդիներն ու ղևտացները չքշեցիք եւ ուրիշ երկիրներու ժողովուրդներուն պես ցեզի քուրմեր չգարկեցիք, ով որ արչարներեն մեկ զվարագով ու 7 խոյով գուքար, ինքզինք նվիրելու չաստվածներու քուրմ գլար։ Բայց մեր Աստված Եհովան է, մենք զինք չլքեցինք։ Դիրոջ ճաշտոն գդարող քահանաները Ահարոնի որդիներն են, ղևտացիներն ալ իրենց գործին վրա նշանակված են։ Ամեն արդու եւ ամեն իրգուն դիրոջ ողջագեզներ կմատուցանեն ու անուշապույր խումբ կձխեն, մաքուր սեղանին վրա առաջադրության հացեր կշարեն եւ ամեն իրգուն ոսկիե աշտանակն ու անոր ջրակները կվարեն։ Արդարե մենք դիրոջ մեր Աստուծուն ճաշտոնը կկատարենք, բայց դուք զայն լքած եք։ Ահա Աստված ինք մեզի հետ է, իբր մեր զորակլուխը, նաև իր քահանաները մեծակոչ փողերով, որբեսի ցեզի թեմ կորացնեն։ Ուրեմն ով Իսրայելի որդիներ, դիրոջ ցեր հայրերուն Աստուծուն թեմ մի բادرազմիկ, քանի որ դուք պիտի չհաջողիք։ Բայց Հերոփովամ թարանակալներ ղրգեց, որբեսի անոնց շուրջը թարնալով անոնց յետևը կան։ Հետևաբար իսրայելացիները Հութայի արչևն էին, իսկ թարանակալները անոր յետևը։ Երբ Հութա յետև դարձավ, ահա բادرազմը իրենց արչևեն ու յետևեն էր, ուստի դիրոջ աղաղագեցին եւ քահանաները փողերը հնչեցուցին։ Հութայանները կորացին, երբ Հութայանները կորացին, Աստված Հերոփովամն ու ամբողջ Իսրայելը Ապիայի եւ Հութայի արչև զարգավ։ Իսրայելի որդիները Հութայի արչևեն փախան, Աստված անոնց ցերկը մատնեց զանոնք։ Ապիա եւ իր ժողովուրդը մեծ բարդության մատնեցին զանոնք։ Իսրայելեն 500,000 ընդիր մարդիկ խոցված ինգան։ Այդ ադեն Իսրայելի որդիները ընկճվեցան, իսկ Հութայի որդիները զորացան, որովհետև դիրոջ իրենց հայրերուն Աստուծույն ապավինեցան։ Ապիա Հերոփովամ հետաբնթեց եւ անգե քաղաքներ գրավեց, Փեթելն ու անոր գյուղերը, Հեսանան եւ անոր գյուղերը, Եփրոնը եւ անոր գյուղերը։ Հերոփովամ Ապիայի օրերուն մեջ անգամնալ իր ուժը չվերակդավ, դերը զինք զարգավ ու մեռավ։ Իսկ Ապիա ուժովցավ, իրեն 14 գին արավ եւ 22 որդի ու 16 աղջիկ ծնավ։ Ապիայի մնացյալ արարքները, անոր գործերն ու խոսքերը Աթով մարգարեին հիշադակարանին մեջ գրված են։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։